и никаких нельзя. Эй, и никаких нельзя. Զարան ու Ալան իրենց կոտորում էին, որ սիրվեին։ Այ մարդ չեմ հասկանում, այդ 20000-ի մեջ ռիշին ես եմ, եկի ֆրանսիացի։ Այդ ծեծելը շատ հաճախ էր լինում, մենք իսկ Մազը սատանում։ Այստեղի ուրեմն իմ մազերը չի եղել։ ունեցել ենք պատերազմներ տղաների հետ։ Սենց բռունցքով դում։ Չեմեպե։ Չէ։ Այսեն, всё, քնելամ։ Այ ախպեր, սաղ ճանապարհ քնեց, կերավ։ Ո՞նց ես դիմում։ Նա կախելա։ Ну говоришь. Ну говори, Марко. Դե, hands I'm best. Oh. Այսօր հենց այնպեսի հյուրերն են Սոնա Սարգսյանը, Զարուհի Բաբայանը։ Друг детства։ Да, точно։ Իսկապես դուք միասին եք, չէ՞, սկսել։ Նույնիսկ վախենալու է հիշել քանի տարի առաջ ամեն ինչ սկսվեց։ Ես միշտ որ ես դուխով ասում են Սոն ջան, նենց ուրախ պատմում, ասես 20-ամյակս ասում, ավաս չեք էդ իդիոտ։ Դա Քանի տարեկան եք։ պատմությունը սկսվել է 40 տարի, չէ, ոնց։ Հա, ես 15-16։ Հա, ճիշտ է։ Ես մի քանի տարվա մենք տարբերությամբ, այո, տարիքային, բայց ամեն դեպքում պատմությունը ունի մինիմում 35 տարվա ճանապարհ։ Որ խմբում էիք։ Ջազ ու էստրադնի խումբեր։ Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնում ստեղծվեց մի այդպիսի իդեպ ասեմ, որ հենց Հենրիկ Իգիթյանն էր գաղափարը, նրանն էր, որ ստեղծվի նման խումբ։ Երգչախումբ, որտեղ բոլորը աղջիկներ էին։ Բոլորը աղջիկներ էին։ 20-ից ավել, 21-22։ Ինչ էր այել, դե պատմեք։ Աշոտ Բզնունին էլ մեր ղեկավարն է եղել։ Աշոտ Բզնունին միացավ մեզ իհարկե մի քանի տարի հետո, խումբը ստեղծվեց 2 հոգու կողմից ի սկզբանե, Լյուդմիլա Շկոնդինը եւ Նայրա Գուրջինյանն էր աշխատում նրա հետ։ Հետո մեզ միացավ Աշոտ Բզնունին եւ այդ ճանապարհը, որտեղ մենք սկսեցինք արդեն շրջագայել համերգներով եւ այլն, արդեն շատ ակտիվ սկսվեց, այո, հենց այդ երգչախմբով, որը հենց այդպես էլ կոչվում էր Jazz Pop երգչախումբ Աշոտ Բզնունի ղեկավարությամբ։ Ու այդ ճանապարհորդությունների ընթացքում պատկերացնում եմ, որքան հենց այնպես էպիկ դեպքեր են եղել, որոնց մասին այսօր կպատմեք։ Խեղճ Բզնունին։ Այդպիսի դեպքեր լինում էին գրեթե ամեն օր։ Ես շատ լավ հիշում եմ, որ մենք երբ փորձերի էինք, մենք պատմես, մտածած պատմին։ Սպասի։ Չէ, սա հերթով։ պատմի։ Մենք բոլորս միասին էինք, գնում էինք փորձերի միասին, դուրս էին գալիս միասին եւ այդպես քաղաքում շատ հայտնի sense խումբ էր, ոնց գնում էր, գալիս էր, բոլոր աղջիկները ինչ որ sense երգում էին բեմ, առաջադեմ եւ այլն եւ բնականաբար ուշադրության կենտրոնում էին բոլորը եւ էքսցեսները շատ էին լինում կապված տղաների հետ, որովհետեւ մեզ համար sense առանձնապես լուրջ տենց հետաքրքրություն տղաները չէին կազմում, բայց անընդհատ այդ կոնտակտը կար եւ մենք շատ ծիծաղելի էր, որ մենք բոլորս երիտասարդ, ինչպես Սոնան ասեց, 11-ից 14 տարեկան, 15 տարեկան աղջիկներ էին խմբի կազմում եւ մենք նույնիսկ ունեցել ենք պատերազմներ տղաների հետ, ծեծել իրար, այո, մենք էինք ծեծում, նույնիսկ շատ լավ հիշում եմ, կհիշես, Սոն, մենք վիբրգում էինք, չէ՞, ոնց որ ասեմ sense, այդ Вроде մենք միասին վրոդի էլ կներեք սենց ասեմ Սոնա պավիլյոն սիրել Դեդ վաղտենց ենք հայրեն խոսում սենց բարեր չհորին ամեն բակ ուներ անվանում Դե հա Վրոդի իդիլիա էր բոլորը սենց դե ես իմ պեպեններով սենց շատ սենց բան դեմքով այդե Պատմեք ոնց եք ծեծել տղաներին։ Ուզում եմ ասեմ, մեր այդ խմբի մեջ բայց կար իր ամաֆիան։ Հա, իհարկե։ Մենք Այն ժամանակվա գրուպ չաթերն էին։ Հա, այսպես հա մի ինքը խումբ ուներ կորիզ։ Ես կարծում եմ Սոնան է տալ։ Աստյակ էր ասենք։ Ես եմ Զարանա,
Թութուշնա, չնայած Բուչուրնա, Կրիստուշան իր քույրիկը Տուտուշը, Անչոկը, ունենք մականուններ, Անչոկը Բուդուլա էր։ Բուդուլային դեմ մազերի պատճառով այդ կինոն այդ վաղ Բուդուլա է դուս եկավ։ Շատ արտարոց։ Ալինան Անչոկը հենց բոլորիդ հայտնի Անչոկը։ Ալինան մեր այնքան սևեր անում դրանք տառական։ Ասեք sense բաներ կար էլի։ Հա, չես։ Մենք ունեինք Աննայո, որը հիմա Միացյալ Նահանգներում դասավանդում է պոնչներ մեր։ Արմինեն Մխյանով այո, մեր ստիլական էր։ Միշտ ստիլն է հակնում վերցած փակած, ցակած գալիս էր, շորած մենք էսի, ասում էր մոդա, հա։ Պետքա ցակենք, մեկեք նայ ցանկենք։ Ապուշ sense մոդա։ Ոչմ բայց կար է դուք բերեցիք այդ մոդա։ Այդ կաստակը ունեինք։ Իքիչ sense դե Ո՞մ ենք էլի ջահելներին։ Ոնց ծեծեցիք տղաներին։ Դե ես չեմ հիշում տղաներին ոնց։ Սպասի, ես էսը չէ, այդ ծեծելը շատ հաճախ էր լինում, մենք բայց իսկապես, հա, ես ամենայն լրջությամբ եմ ասում շատ հաճախ։ Եվ ես շատ լավ հիշում եմ, մենք վիբրգում էինք, էլի սենց աղջիկներով դուրս էինք եկել այդ հյուրանոցի կողքը, որտեղ որ մենք ապրում էինք, գնացել էինք այնտեղ էլի միջազգային մրցույթի ելույթի։ Դուրս էինք եկել, ուրեմն այդ տղաները դե տեսել են աղջիկների խումբ ա եկել, սենց մոտոներով պտտվում են, ֆռում են, սենց էս հյուրանոցի բան, բայց մեզ այդ խանգարում է, որտեվ իրանք մեզ հետաքրքիր չեն, մենք ունենք մեր հետաքրքրությունները, ինչ անենք, աջ, ձախ, վերև, ներքև, սենց նայեցինք, փետերը տեսանք, հերթական անգամ երբ որ ու իրանք երբ որ պտտվում են, այնպես չէ որ ուղակի պտտվում են, իրանք անընդհատ չէ բաներ են ասում, որ մեր ուշադրությունը գրավեն, բայց մեզ դա դուր չի գալիս բնականաբար, այդ փետերը բռնած պայմանավորեցինք, հերթական անգամ երբ որ պտտվեցին, մի 4-5 մոտոյով սպիցաների մեջ ուղիղ սենց այս փետերը այդ արագության մեջ ու դե չպատմեմ ինչ էր կատարվում այդ տղաների հետ ու հետերու հետ որ հա մենք իրականում հանգիստ եք գալիս բե հա այդ անպայման էր միջև այդ Սոնայի ցույց տված անպայման այսպես ճպճպացող աչուկներով այո թարթիչներով լավ Սոնա ինձ թվում է մեզ հետևողները նկատել են որ ես J-Lo-ի շապիկով եմ հիմա պատմենք էլի շապիկի պատմությունը իրականում այս շապիկը Սոնան է բերել ու Սոնային է Այս շապիկը ինքը ձեռք է բերել մինչև մի լավ ծեծ ուտել է։ Այս պատմությունը պատմել ես, բայց ամբողջական պատկերը մենք չունենք։ Ես էլի չենք ունենալ, որտեղ վերցնելու եք մոնտաժ անեք։ Դե չէ, չենք անի։ Այս պատմությունը չանեք մոնտաժ։ Չենք անի։ Բայ այդ շատ խնդալու է։ 19 թվին հազիվ sense աշխատեմ կար։ Հազիվ ինձ կարողանում են տանեն Ամերիկա։ Ինչի հազիվ, որովհետև ես միջև այդ շատ եղել հրավերք եւ մեր բակի պերիոդով եւ բենդի ջազ բենդի Արմեն Մարտիրոսյանը, բայց ես ասում եմ, ես 12 ժամ չեմ թռնի։ Ես չեմ կարող փակ տեղում 12 ժամ գտնվեմ, դա անհնար է, չեմ կարող ու վերջ։ Ուղիղ եթեր, Արան, Լա Մարտիրոսյան գալի, բիզնես կլասով եմ թռնում առաջ անգամ Ամերիկա, դե լավ։ Այս ամենը չի խաթր արժի։ Այս ամենը չի խաթր արժի։ Համել առաջ անգամ գնալուց մարդը գնում Ամերիկա բիզնես կլասով։ Արան օրինակ այդ սովոր է, էլի ասենք գիտի պետք չի քնել մի օր առաջ, ոնց պալաժենյով այդ միջև այդ կնոպկեք այսօրից է հասանք Ամերիկա, պետք է պարկած քնել, դե Արոն հետևս էլ պարկած, սամալյոտը չէր շարժվում, մի 40 րոպե զադյաշ կա, ինք արդեն այսեն, վсё, քնել է, մարդ արդեն գիտի ձևերը, ես ասում ես պետք է քնել, արդեն գիտի ձևերը ոնց շուտ քնի, այ արո, օքեյ լսավորի, ասում ես պետք է քնենք, ասում ես վсё, ինքը քնել է, ինչ կարող անենք, դե լավ, ոչինչ, կինո կնայինք նաուշնիկ կակնենք, միցև արոս է էլի, ոնց երկմատ ենք խրոսնում է, դեց գնացինք, այս կնոպկեն է պարկած, ասեց, սաղ լավ է, то есть սաղ լավ է, հասան, լավ էր, վիչրենյով, վсё хорошо, եկանք տեղավորվեցինք, մեկ էլ autograph մեր գարիկը, մեկ էլ գարիկը սենց այդ, վախ ջան, մենակ սրա համար արժեր, մենք գնում ենք J-Lo-ի համերգին, տուրն է սկսում վաղվանից, ասում եմ, գարիկ, մենք վաղը չեմ սոր գնում ենք հյուր ենք, հարսանիք ենք եկե, կլնի այդ տուրը գնանք հարսանիքից հետո մյուս օրը, չէ, Սոն ասում այս ֆանատն եմ իրա, ես կամ հասնեմ ստեղ, վաղվանից իրա տուրը սկսում է,
Այն որ ոչ թե ինտուիցիա է, էլի, ասենց ասում դե լավ ատվեսվին է, էլի սուրպրիզ ենք անելու, այդ երկը պետք է աշխատանքը ավարտենք, հետո նոր անցնենք։ Շնորհավորենք մարդկանց։ Ասում չէ։ Պետք է գնանք, խնդրում եմ, եթե այսքան խաթր ունեմ, խնդրում եմ, ասում թե դու գնա ուրեմն, չէ, ասում, կամ բոլորս ենք գնաց։ Դե Լանչիկն է, Լանչիկի ընկերուհին է, Լյաննայի ընկերու մաման է ու Գարիկն է։ Դե գնում ենք միասին, ասում բայց հələ նայ, կարող տոմսել չկա, եթե վաղը այդ սկսում է։ Այդ որտեղ է вообще։ Ասում կապ չունի, գնում ենք։ Ես հեսա կճարեմ։ Մեկ ասում ճարեցինք, ամենավերջն է, ամենածերը, եկա փողը, էս ինչ է։ Եթե ինձ ոնց ենք տենալու, ասում դե այքես 20000-անոց Վերջի օրովին չես ուզում։ Արիոն, по-моему, կոչվում է 20000-անոց, սենց ինքը սենց է Ստադիոն։ Կրուգա, փակրիտի, բայց ունի վխդներ, ոնց է ցիրկի, սենց վխդներ կա, ու ինքը կլոր 20000-անոց։ Ամենածը ասում դե էկրաններ մեծ կլինի, դու քո ջելուն կտենաս։ Դե լավ, բոնի գնանք ասում, էդի լավ է հալեցերը։ Այդպես կներես Սոնջան, այդպես ես Ջելոյի համերգի համար ամուսնուս եմ խաբել, ինքն էլ այտենց մենք էլի չենք հասցրել, նստել ենք բավական հեռու, ու միջև այսօր ինքը բողոքում ասում է, ես չկարողացա իրան մոտիկից տեսնել, ինքը գալու էր կողքս նստեր։ Իսկ ես համաձայնեցի, որ լավ է, որ վերևն ենք, հասկանում ես, շարից փորձանքից հեռու, ունդեղից եմ իձև կդուզ գանք։ Որ ասում են դու դու սպասի, որտեղ է տեղերն ամրացա մի քանի հատիկ։ Հենց մտանք այդ քաղաք։ Այդ քաղաքի անունը մեջքին գրացա։ Հələ նայասը։ Կարթա։ Չեմ տենում։ Հələ պտտվի տեսնեմ մանե։ Առաջինն է։ Inglewood։ Ուրեմն այդ Inglewood-ը Այդ լրիվ Inglewood-ը։ Մենք հենց մտել ենք ասում ես կրիմինալի քաղաք է։ Գանգստերսկի։ Ես զգում եմ, ասում եմ, էսի ուր ենք вообще։ Հասմա ռիբակա ճույթից դալիկա։ Ու ետրոպես էս որ կուպիցի մայ դիսկի վիճակա ռեկորդ էս բան, ասելսի ֆանատը դու ես արդը։ $20 է ուզում արդը, կարկին եմ էլի ասում։ Սեցար, ես ընդեղ կառնեմ։ Ասում լսի, ընդեղ ելնելու 40։ Երբ առաջ անգամ ես քո կյանքում սենց համերգի։ Ընդեղ ելնելու 40։ Չէ, ասի դե լավ, դուր ինձ ամոթ է, դուր ես կառնեմ, ու առնում եմ ես $20։ Եկանք վերև իրոք $40։ Ես ճիշտ է, բայց конечно միջև ասա։ Գարիկի վրա ծիծաղիր։ Հա, 30-ով չէ։ Պապամու չարավ գիտես, չարավ էլ։ Դե չէ ես ուզում էի, չէ։ Ես առա էսի, դել Ջելոյի կոնցերտին ենք առաջ անգամ Ամերիկա։ Ոչ ում տես всё։ Երեխեք հենց մտանք։ Մի րոպե, էլի այս շապիկով էիր համերգին։ Չէ։ Հա։ Ես հակել եմ ֆրակ, այդ շապիկը ծալել եմ ու դրել եմ իմ ռյուկզակի մեջ։ Всё։ Ես ֆրակ եմ հակես, ու ֆրակա без рукавни, սիլը։ Ֆրակով Ջելոյի համերգին ա գնացել։ Ու այդ ֆրակս կողացան։ Դե հասնենք դրան։ Իսկ ես մայքեն, ես էլ կարճաթեմ։ Մնաց։ Ռյուկզակի մեջ, հա, ֆարգել եմ մրսելուց, լսի, սուր պապաց։ Այդ ոպե, հիմա ամենացերն ենք երեխեք, մի կողմից ասում, ինչ լավ է այս գժանոցը։ Ու մտրենք պիվայի բաժակել կա, երեխեք վեդրոներ ասեն, վեդրոներ, այս չապսի։ Այդ վեդրոներով լսում են ու այդ դիժենյան եմ տենում, դուրս ներս ու հասկանում եմ, որ գժանոց ենք ընգե, գժանոց պարին բոնիմ ասում, որովհետև տրեզվի մարդ վավշե չկա, տրեզվի մենակ մենք ենք։ Մյուսորը պտի երկեմ, ոչ մի ալկոհոլ չեմ կարա օգտագործեմ, դաժե մի կես բաժակել պիվա, վերցնում եմ ջուր ու պոպկորն, այդ ջուր ու պոպկորն են տշես, հա։ Գարիկեն գնացին վազելով ներքև, որ всё, իրանք թռան ներքև։ Ապարելու։ Դե ֆանզոնեմով, ասի ես ոչ չեմ գնում, ես գնում, ինձ շատ լավ է։ Սոն վատ ես դու ասма, գնացին, խնդրում եմ ասում, չեմ ուզում, ես ուստե մնամ, լավ է ընկերու մամայի հետ ինքը ասեց, հա ես ունետ կմնամ, դուք գնացեք, ես գժեր գնացին, մեկ էլ նորից եկան, խնդրում եմ արի մոտիկ բան չի լելու, մի հատ նայ այստեղից են, Ջելո ես տենում, իսկ այդ ախրանիկները, ով սենց այդ աստիճանի մեջ տեղը գրում են, սենց հրում են, որ գնան իրանց տեղերը, էլի, ռախոդին չմանան, դե լավ ասի գնացինք, իջանք ներքև, ասա հենց սկզբից ինչ մտածում ես պիտի տենց արեմ։ Խի ես ընկա իրանց խելքին։ Ու տենց իջանք ներքև ու այդ պահնա
Որ ես բրտում ես այս կողմ, այս ախրանիկները մտանք թե կանգնանք խելոք։ Իսկ Կարիկը, Լյանան ու այդ աղջիկը իրանք առաջ են։ Вообще մոտիկ են։ Մենք ստեղ մնա, ասի չէ։ Всё, ես ստեղ կմնամ, ինձ շատ լավ է ստեղ։ Մեկ էլ դելով, մեկ էլ պահի, կողքից։ Սկսում բրտում են, ֆրազ գիտեմ էլի ախրում, դնում եմ երկու հատ աղջիկ։ Ինձանից բոյով, սենց ճանով, կոժնի հակած, գիրզում են սալդասկի սապոգներ կասեց, գոնդոլ։ Ու կապնում անշո բան ասում ինձի, բայց այդ զվուկով ես էլ գորում եմ, չեմ կարա, հիշում եմ, վաղը պտի երկեմ։ Անտատ կոնտրոլես էտա, որ վաղը պտի երկեմ։ Գորում է, ասում եմ, աչկամաման, ասում եմ, ինչ ասում, Սոնջան գոր չունես, էտի մեքսիկներն են։ Էտի իմացի իրանցից են կոմ չկա։ Վաշը բանտեղ մի դիր, ասում եմ, բանտեղ չեմ գնում, ինչո գորում է, կպնում է, ինձ ինչ-որ բաներ ասում։ Սենց ձերս մի անգամ սենց հրեցինք, ասեց արի ստեղ, փոխեցինք իրադը, գնացինք իրադը, էլ եկան։ Հո, եկան ձեր հետևից։ Նորից, всё, ինքը ֆիքսելա։ Բայց ինչ է իրար։ Ֆիքսելա, ոչ մի բան, ինքը всё, ինքը այդ ընկերուհի, ինքը տրեզվի չի։ Էդի երևում է իր աչքերը այս կան։ Այդ ընկերուհին քաշում է իրան թևին, որ արեսկո, սա կպել ինչ-որ բան ասում, ասում այ մարդ գնա իր կողմ, սենց մի կպի ինձ, ասենց հայերեն մի կպի։ Սենց ձեռս էց եմ որ հետո որ ասի, այ մարդ չեմ ասում, 20,000 մեջ ռիշին ես եմ եկե ֆրանսիացի։ Ոտե ռիշի մարդ չկար, բլոկ չկար։ Այդ վարքյանին եմ որ անսպասելի էսի սենց չխայնացած հասկանում է որ չի կպնում հետո հասկացանք որ неправильная ориентация շուտի բացատրեցին դե всё точка դու էլ հիմա հավանել է չխայնացել հա էլի այ մարդ what is դու այս սենց եմ որ չես պատկերացնում եմ որ սենց Աջղայնացած ձերս թողեց ասի մի կպի ինձ, вообще գնային կողմ ու գնացինք էի, ասպասելի մեկ ջելոյ, բա, իսկ այդ ընթացքում լավ են կարկել, ջելոյին են նկարում, ու վրում են մեզ են նկարում, վրում են ջելոյին են նկարում, ու մեզ, ու ես, յուհու, տժում են, աչի նոր ռազ, որ վրում են տերում են սոնան չկա, ու այդ իրա մաման ասում է հասեք, այդ մեջնոմեջայ մանում, այդ ռոպեն սենց բրթում է, ես ընգնում եմ ես կնոչ վրա, ես կինը ընգնում ես ռյադով սաղ շուր են գալի ինդեղ, ես էլ վրեկները։ Դոմինա։ Ես հետ եմ գալի, ասում եմ, կանգնեք հեսա կգամ։ Ու այդ ռոպեն այդ ընգելուն արդեն իրան քաշում տանում է, հասկանում է, որ ինչ-որ չեպ եղավ, որովհետև սաղ այդ ռյադով սենց են, հա, դոմինոյ պես գնացինք, դե անսպասելի։ Ու ես ասում նորմալ է, սաղ լավա։ Մի րոպե պարկեք գալիս եմ։ Չէ, իրան որտենա բան չի վնասվե, ասի սոն ասեց սպասի, ասի չէ, լավ է, չէ, մի րոպե։ Ու գնում եմ իրանց հետևից։ Որ գնում եմ իրանց հետևից, ոչ մի միտքից չկա հանգարց խփեմ բան, բայց այնքան նեղված, որ այս ոնց որ այդ կինն նանգ է։ Ես այդ եթե ինձ առնեին մենակ, օքեյ, հա, լավ, մա տրեզվի չեն, ոնց է հայերեն տրեզվի, ստապ չեն, կարամ ինչ լինի, տենց համեր գա, բան տենց, բայց որ իմ կողքինին, իմ փոքրուց եմ ես տենց, կապնում են, իմ մոտ չգիտեմ ինչ գալի, են ծուլը գալիս է սոնան, ասում ես ամի ռոպե, ու ես դուրս եմ գալի իրանց հետևից, դուրս եմ գալի այդ պրախոդի այդ տեղը, դուրս եմ գալի հետևից, դե երվի այդ իմ ձեննա, այդ իմ այդ ջղայն, այս խրպոտությունը բան, ու ձերս տնգած, անգլեն ասում, ինչ ես անում, դու պրոբլեմ ունես, ինչ ես անում, ու ձերս սենց է ոնցո, բայց վաբշե էլ իմ խպել բան, բոժու բազի, այնություն որ ես ինչ ես անում, չէ դրոպեն օրենք չկա, որոստը պտի ասեմ, տավեց սաղից կցեց, դեսի անսպասելի այդ վարկյանին, սլավը բոգու իմ ռեակցիային, բայց մեկա չեմ հասցնում, բայց այդ ծերը մեկա այդ վարկյանի ես հասկանում եմ, որ սենց բռունցքով դոմ, սենց այդ սկուլաս, այս սկուլայս հաջիվատ մեկա սենց կպնում է, բայց հասցնում եմ, բայց եթե պրիմոյու դարնև, վсё, վարյան չկար, աչքս է կարա դուս կա, այդ ոտև ասում եմ իզանից, ոյով, ես սենց,
Դե ես դուր չեմ կարող բողոքեմ, ու բոլորն են զարմացել, չեն ոնց դրան չսպանե, ասում բացատրեմ։ Այս որ սենց խփում ա սենց այդ սկուլաս մեկա զադիվացիա անում ու բռնում ա ստեղիցս ինքը մազերիցս լովելիսո ինձ գետնի ես գետնին եմ ու ինքը ընկնում ա իմ վրա ու սպանություն ա գնում ես հասկանում եմ որ իրան քաշում են որտեվ մազերիս չերեփով ելնում գնում ա բայց ես չեմ կարող որ հանեմ գլուխս բարձացնեմ գետնից այդ ուդարը то всё որտեվ ինքը տեղում չկա ու ինչից եմ ավելի խեղդվում որտեվ քիչ-քիչ շատանում են վերևը որտեվ լյանային որ ֆորմեն տենում են չկա ու մաման գոռում հասեք իրան գայս են տենում են մենակ իմ մազերն ատակը ու էսի բան լյանայի ղժոցն եմ լսում ու լյանան թռնում ա դրա վերևից ցույց տա դրան խփել ես вообще մեռնում ընդ հետո որ ասում էի լյան ասենք տենց որ գոռում էր ու թռեր էր ես ընդ լղճվում եմ ինչի տենց ասում ասոն որտեվ ձեն չէիր անում գիտենք всё ուշքդ գնաց մեռել ես ձեն չես անում ոնց անեմ եթե երեսս բարձ հասնեմ մյուս օրը պետք է երկեմ մի հատ էլ մանի ասեմ ու շարեմ ջան ծաղի ջան լցնեմ տոպրակու կարեմ ջան վիճակ ջան էդի պետք է երկեմ լովելիսո ու էդի գայս աչքից դեմ սաղ աչքից դեմ այդ վարքյաները ու հետո որ բացատրում են մարդիկ կան դե նկարում են այդ ախրանիկներին որ կանչում են ուրեմն այնքան այդ ինչ նարկոտիկ ա եղել այդ 4-5 տղամարդ ես այդ բոդիկարդները քաշում են չեն կարող փոկել դա էլ մազը սատանում այստեղի ուրեմն իմ մազերը չի եղել խուրցով փոկե ուրեմն լսեք չկա տենց գոռում են սաղ, բոլորը ղժում են, ուրեմն այդ աղջիկը, որ խառնում են իրար սաղ, մի հատ լսեք, հեկանում ա իրա հեռախոսն ա անգնում մնում, ինքը գողանում ա լյանի հեռախոսը, ու իմ ֆրակն ա գողանում, այդ ֆրակը դե ֆրակը, ձեր հա, ռուկզակն ա կցածում, լյանի հեռախոսը իմ ֆրակն ա վերցում, բայց այդ աղջիկ իրա հեռախոսը թողում ա, ոնց խառնում ա իրա, շփոթում ա, լյանի ականջողը չկա մի հատ ու լյանի ականջին էլ ա տվածը բայց իմ մազերից դե չկա, սկուլես տենց ուրած, ծունգիցս աունը գալիս ա, մեկ է, մի հատ նայեք էլի միջև էդ մի հատ հիշեք, սաղ տժում ա, սաղ ջելոյի կոնցերտին սես, յուհու, էդ դում, էդ սաունդը, ու մեկ է 15-20 րոպեից հետո կարծինան նայեք, ես սկորի էդ նասիլ կեքի վրա նստած, ստեղ սառուցա, ստեղ շլանգա միացած մատիցս, ստեղ ուրիշ ապարատա միացած, ես ես նստած, մազերս չկա խուրդ, լսի, չկա սենց բան, ես պետք է ցույց տամ, Կարիկը Գորգյան սենց արել, երդվում եմ, այս սենց են այդ, Կարիկը, սլավ բոգու կա, սենց գլուխը սենց արել, ու ես այդ բանին եմ, ու ես ես նայում եմ վրեն, շոքիտ, ու դողում եմ, դե չկա այդ վրակը, չունեմ, բայց նավսեք ուզում ես Գարիկի սպանես, որտև դու սկզբանե չէիր ուզում այդ համերգին։ Էս ինչ եղավ, սոն դու ով ես վավշե, որտև 10 րոպե առաջ ես ասել եմ գնացինք, ասում լսի, այդ րոպեին դե շոկ ա իմ մոտան, ասում ուրեմն լսի, սրանքի չեն տոմ ասում մի խոսացեք իր այդ այս բժիշկները, չեն տոմ այդ սկոզան, որտև ասում պետք է տանենք հիվանդանոց, այլ մի րոպե ասում ինչ հիվանդանոց, ու հարցեր են տալի, կյանք դե լուսերը վարում են, տենում են լրիվ, ես թափ, վիճակ, խեղճը ջուրը պոպկորնս են տալի, թափ, մեկ ես են, ասում գնացեք և ասպա, ասպա դու որտեղ եք, անգլեն հարցնում ա, դե հարցեր են տալի, կյանք, բա գիտես չքան ու դարրեմ կերեք գլխի, ասպա դու որտեղ եք, ասում եմ Ամերիկա, ասում եմ չէ որտեղ եք, ասում եմ ջելոյի համերգի, ասում եմ օքեյ, որթի, նա ինչ հարց ա տալի Բայց Հայաստանի նման չի, քաղմաս չեն կանչում։ Կյանք ես կայնած եմ ասում, սկորին, ստեից արուն ա գալիս, ստեից սկուլ ես ուռում ա գնալով։ Քաղմաս շուրեն Ամերիկայում։ Քաղմաս մենք կանգնած ենք, այդ հեռախոսը արդեն տեղ ա, այդ ապիշկա։ Բա ինքը իրանը թողել ա, լյանին ա տարել։ Հա, ինչ արեցիք իր հեռախոսը։ Դե, տվել ենք սաղ, մենեջեր պալիցիա բա, մեկ, չէ, սենց հա, ասում, դե սաղ կամերակը ֆիքսվել ա, չէ, որ ինքն ա խպե ինձ։ Հիմա ես խպացել ես, ինձ տարել եմ, պագել եմ։ Իսկ իրան։ Դե,
տեսավ կասեմ ինչն է անդեղի զակումը։ Իսկ պատմությունը Իրան ասում է ոչ մի բան դու պետք է մնում ես очень большой кейս է դա։ Մոտավոր $3 միլիոն, որովհետև դատի տալիս են ոչ թե այդ աղջկա, այլ որ J-Lo-ի ախրանան Էժան չի ապահովել безопасность ու տալիս է այդ զալին են տալի ու մոտ $3 միլիոն դու պրոստը մնաս թե ու մարդիկ թե բաներ են մանգալի այս քո ոտով եկան Ամերիկա միլիոնատեր ես դառնում ասի ես մի շաբաթում եմ եկել Վաղը պիտի երկեմ երկում եմ մյուս օրը ուզում եմ թռնեմ բլիժաշի տան Ես չեմ ուզում, ոնց չեմ սիրես երկիրը, այ պետք է գար ու սենց մնար, ես ինչ եղավ։ 19 թիվն է, չէ, N-ն են շոկ աստացել եմ, ասում 20 թիվն է։ Всё ասին։ Արա ինչ հիվանդանոց, ասի, ես ինչ են ուզում անեն, ասում ասում ջան տանեն հիվանդանոց, խի ասի 20 թիվ, ասում խի 20 թիվը չի։ Գոնք հասկանում ես շոկի տակ սաղջանս դե դողում է, այդ շոկից այդքան ցուրտ չի, ինչքան որ Էս ինչ կատարվավ, вообще էս ինչ եղավ, վաղը, ասում ինչ հիվանդ Վաղը ոնց է իր քողարկե հաջորդ օրը այդ ամենահետաքրքիր Ասի մի րոպե ասեց ես вообще չգիտեմ անգլերեն 19 թիվն է մի րոպե բայց երեխեք ասում հաստատ 19 թիվ Արդեն ինքն իր վրա է կասկածում Հա, մի վախ, ասեք մերոնք ով ինչ ճանաչում են, որ իմացել էին, ասում ասոն չենք հավատում Դու կարաս 3-4 համարտու ցեցես։ Մենք գիտենք քո ուժը։ Լավ, ինչ կատարվավ հետ, որ դու տես հանձնվար։ Ասում բացատեմ, մաքսիմում ինչ կարեցել եմ անեմ, պարկած տակից իր ոտն եմ քաշենք ենք վրես։ Շո։ Ինչի չեմ կարեցել էդի անեմ, բացատրում եմ, որովհետև առաջ անգամ գալիս եմ Ամերիկա, ու ես հասկանում եմ, սաղ պրավալա գնում։ Ու ես sense ֆլոկերս մեզ հետո ինչ եմ ես տարել, որ հա, ճիշտ են ասում։ Потому что эти мамар я её там на месте убила бы. Понимаешь? Ստորագրել ենք, տվել են թուղթ, որ մենք отказываемся այդ հրաժարվում ենք հոսպիտալից, չենք գնում, մենք ստորագրել ենք, մենակ ես չէ։ Սաղ շոկի, հա, ու որ մրսում են խեմ ասում այդ մայքեն, ու ֆրակս ասի ֆրակս ու ասում այդ ապուշնա տարե երևի, հրախոսներ չկալյանի, ասի մի րոպե ռուկզակի մեջ են J-Lo-ի մայքեն հանեք երկարով թե ու հանում եմ այդ րոպեին, ասում եմ այս մայքեն Պատմական շապիկ Вообще, սեզ բան չկա, դե ինչի, հիմա խոմ ինքը չի մեղավորը Բայց լսում ես J-Lo-ի երգերը դրայից Դե տենց ես իրան երգեր չէ, իրա շոուն, конечно, սիրուն, просто ես որ Մադոննա եմ տեսել Հա Живой, ու Մադոննայի մենք Պակարենյան ենք որպես շոու, Մադոննա ու Մայքլ Ջաքսոն Լսում էի Սոնային այդ 20,000 անոց դահլիճը եւ այլն, բայց մտովի սենց վերադարձա այս դահլիճ Տասնյակ տարիներ աշխատել եմ այս դահլիճում ու այնքան վառ էմոցիաներ են կապված այս դահլիճի հետ, որ սենց մեկ նայում եմ եղել է, որ այսենց դահլիճում նստած համերգը սկսվել է, դահլիճում եղել է ընդամենը 4-5 հոգի մարդ։ Եղել է, որ այս դահլիճում լեփլեցուն է եղել ու մի անգամից հիշեցի, որ մենք ամուսնուս հետ դեռ հանդիպում էինք, Վանյայի հետ հանդիպում էինք, տենց մեր մեջ միջադեպ էր եղել ու հենց այս դահլիճում խաղում էինք ամանորյա ներկայացումները։ Կհիշես։ Վանյան ինձ ու էլի երեխեք կային ներկայացման մեջ նվերներ բերել, որ քո սիրտը շահ էր։ Ու այդ իմ ծնունդի օրն էր, որ մենք խաղում էինք ներկայացում, հա, որ CD-ները դնեին։ Օրեկան 3 ներկայացում էինք այդ ժամանակ խաղում ու մեզ եկավ Արտուրը ասեց, գիտեք երեխեք, այսօր պիտի խաղաք 4-րդը, ասենք ոնց 4-րդը։ Չէ, էլի նոր տարվա նախօրեին, չէ, ինչ 4-րդ, արդեն բոլորս հոգնած 3 ներկայացում, լեփլեցուն դահլիճներ, երեխեք այդքան էմոցիաներ, ասենց շատ էս այդ էմոցիաներից հոգնում, ասես չէ, վայր չկա, ամբողջ դահլիճը առել են։ Ասենք դե լավ, թե եթե բոլոր տոմսերը առել են, ուրեմն պիտի խաղանք, ինչ անենք։ Ու ասենց հələ չի սկսել ներկայացումը, բան, մեկ էլ երեխեք Թութուշը, Մելուշը, ասենց Մելին են գալիս են ասում են զար, շուտ ծանոթ դեմքեր եմ տեսնում։ Դու մի ասա, քանի որ մենք տենց մի քիչ վիճել էինք Վանյայի հետ, ուրեմն ինքը գալիս է, խնդրում ասում է, այսօր պիտի բարիշեմ Զարայի հետ, ու այդ իմ ծնունդն է այդ օրը։ Ես առնում եմ ամբողջ դահլիճի տոմսերը։ Եվ Պարի դպրոցի բոլոր երեխեքին բաժանել է այդ տոմսերը, դա։
բոլոր տոմսերը բաժանելա, բայց ես նեղացած եմ, ես այդ նեղացած ձյունանուշիկ եմ, պիտի այդ պահեմ միջև վերջ։ Ներկայացումը շատ լավ խաղացել ենք, սենց ես դուրս եմ եկել վերջում արդեն ձմեր պապիկի եւ ձյունանուշիկի եզրափակիչ խոսքի ժամանակ ծաղիկներ, չէ՞, ծաղիկներ, նվեր եւ այլն, ես սենց սառը դեմքով ձյունանուշիկի սենց սառնասիրտ հայացքով սենց բան եմ անում, նվերները վերցնում եմ եւ այդ օրը մենք ամեն ինչ սկսվեց հենց այդ, այո, հենց այդ օրվանից, հենց այնպես Հենց այնպեսներն էլ էին նկարվում հենց այստեղ։ Այ դեպքը չգիտեմ, որ հենց այնպես հաղորդում եղել է։ Հենց այնպես հաղորդում է եղել, ջազ բենդը նստած էր այստեղ, հարցազրույցները նկարվում էին են։ Չէին ամուսնացած։ Չէ, դեռ ամուսնացած չէինք։ Մաֆիա ենք խաղում, շարմու։ Հետո իմացա, որ Վանյան, ասի, ում ես համանը Զարա։ Լավ ես մտածել։ Լավ մտածել։ Իսկ այդ հենց այնպես այդ կապված գիտես մի հատ ինչ հետաքրքիր զավեշտալի էլի կապված մեր կյանքի հետ շատ հետաքրքիր բան կա ուրեմն մի հենց այնպեսում չգիտեմ կհիշեք թե չէ հենց այնպեսի ժամանակ երբ որ հյուրերին հրավիրում էր Գրիգորիչը իրանք հարցազրույցը այնտեղ в общем sense նկարվում էր հետո Գրիգորիչը հյուրին հարցնում էր իսկ ում կուզես լսել այսօր Ну, բնականաբար խոսքը գնում էր երկի թատրոնի արտիստների մասին, որտեղ բենդի հետ երգում էին երկի պետական թատրոնի արտիստները, ու այդ օրը հյուր էր Վանյայի պապան, Գեորգի Կիմիչը։ Բայց ես չգիտեմ դրա մասին, ես դա հետո եմ իմացել, ու մենք դեռ Վանյայի հետ չէինք հանդիպում այդ ժամանակ։ Ուրեմն այդտեղ հարցազրույցն է լինում, ու ասում է Գրիգորիչը ասում է Գեորգի Կիմիչ ում կուզեիք այսօր դուք լսեիք, ասեց, ասեց ձեր երգչուհիներից ես շատ սիրում եմ Զարուհի Բաբանին, շատ կուզեի իր կատարումը լսեի։ Ու դե մենք այդ պահը չենք լսում, մենք չգիտենք, որ հյուրը տենց բան է ասում, ու հետո արդեն տարիներ հետո, որ նստած էինք մի օր եւ այդ հարցազրույցը նայում էինք, ու ես sense նստած ինքը ասում է Զարուհի Բաբանին կուզեի, ու ես իր հարցն եմ արդեն հասկանում ես արդեն sense ասում ես Ничего просто так не бывает, էլի։ Միացյալ Նահանգներ թռնելու պատմություններից մեկն էլ ես ու Հայկոն պիտի 2 օրով թռնենք Միացյալ Նահանգներ։ Ելույթի գանք։ Ուրեմն Վանյան ասում է Հայկո ջան, խնդրում եմ ճանապարհին ուշադիր կլինես, էլի Զարային, չթողնես հանկարծ սոված մնա, չթողնես հանկարծ sense ոչ Հայկո ջան, հա, միան հանգստացի, այ մարդ, ամեն ինչ կանենք, բան, 2 օրով թռնում ենք գանք։ Նստեցինք ինքնաթիռ, ես քնելու հետ ընդհանրապես խնդիր չունեմ ինքնաթիռի մեջ, նստեցինք մի ժամ, դիմացա ու քնեցի։ Արտանում եմ այն պահին, որ Արդեն վայրեջք եք Չէ, ուտելիք են առաջարկում։ Շատ ուրախ արտանում եմ, սիրուն նստում եմ, համով ուտում եմ, ավարտում եմ, նորից եմ քնում։ Երկրորդ անգամ եմ աչքերս բացում։ Այն ժամանակ, որ բերում են երկրորդ անգամ արդեն ուտելիքը։ Նորից շատ ինձանից գոհ, հանգիստ արտանանում եմ, ուտում եմ, նորից քնում եմ ու արտանանում եմ պարզ արդեն վայրեջքի ժամանակ։ Վայրեջքի ժամանակ արտանանում եմ, գնում ենք չիմադանները մեր չեն գալիս էլի պատմություններով, ելույթ ունենք հաջորդ օրը, ընկած ինչ պիտի հագնենք, ոնց պիտի անենք, վերջի րոպեին ճամպրուկը բերում են ելույթը, ի վերջո ամեն ինչ շատ լավ, ես ու Հայկոն ելույթ ենք ունենում, վերադառնում ենք։ Վանյան դիմավորում է, ոնց էր, լավ էր ամեն ինչ, Հայկոն սենց ու Արտուրը նայում են, ասում են, Վայն, մինչև հիմա ուզում ենք հասկանանք, ինչը պտի մենք Զարայի ուշադիր լինեինք, որ ինչ չլիներ, որ ինչ լիներ, Վանյան դե ասում է, դե չգիտեմ, անհանգստանում է, ես չէի եկել, բա որ հանկարծ քնած մնար չուտեր, հարմար, այ ախպեր, սաղ ճանապարհ քնեց, կերավ, ու տենց ես վերադարձել եմ, Հայկոն տարիներ շարունակ անդադ ասում էր, լավ, ինչը պիտի մենք քո ճանապարհի քեզ հետևեինք, ամբողջ ճանապարհ, ես ինձ համար քնել կերել եմ, այդ դրա համար բիզնեսը այդքան էլ արդեն էական չի, էլի այդ պահին լինում։ Զար այն բանն էլ կարաս պատմես, միասին էինք հիշում ես, որ թութուշը ընկավ։ Ահա, ոչ չեմ հիշում։
Ամերիկա երկի ժամանակ, չէ։ Հա։ Ես հետո եմ տեսես մեռել եմ։ Մենք գնացել էինք, հա, Միացյալ Նահանգներում համերգի էինք, երբ պիտի վերջում սեպտեմբերի 11-ի իրանց շենքերի հետ կապված դժբախտությունը արդեն եղել էր։ 1-2 տարի հետո էինք գնացել։ Հաջորդ հենց տարի։ Հաջորդ տարի գնացինք Միացյալ Նահանգներ, համերգի ենք ու վերջում հիշատակ զոհերի որպես հարգանքի տուրք երգում ենք Ամերիկայի հիմնը։ Սոլո պարտիաներ ունենք, ես եմ, Բարթուհինա եւ Կրիստիկը Պեպելյան։ Նու այնտեղ բեմադրված է, ոնց ենք գալիս բեմ, ոնց պիտի բեմից դուրս գանք եւ այլն։ Ու բեմի վրա սենց փոքր պոդիում էր արված, բայց մենք կողքից դուրս էինք գալիս կուլիսներից, ամեն մեկս մեր կտորը երգում էինք, կանգնում էինք կողքի ու տենց շարունակում էինք, միջև որ մնացած արդեն երգի թատրոնը պետքա դուրս գար ու կրկներքը երգեր։ Վերջին երգից առաջ արդեն բավական երկար համերգ էր, հոգնել էինք, թութուշ ասմազար, իսկ ինքս ես մեծ կապուսիրուն շոր ուներ, կհիշեք, այդ մրցույթների այդ միշտ այդ հաջողակ շորով էր գնում։ Ասմազար ոչինչ, որ այս կոշիկները հագնեմ, ոտքերս նենց է ցավում, հագնեմ հարմար թող լինի էլի ինձ։ Հա, ասում եմ, դու դե ամեն դեպքում չի երևում, մի հատ սենց ֆրա, մի հատ նենց ֆրազ, ոչ մի բան չի երևում, լավ է, հա, շատ լավ է։ Դե ոչ իմ գնացինք, всё երեխեք, մտանք բեմ, ես երգեցի, Կրիստիկը երգեց, Թութուշը երգեց։ Հիմա պետքա ըստ մեր բեմադրության պիտի հետ գանք։ Դե ես ես կանգնած եմ ու ասում եմ գնացինք հետ, սենց կամած ժպտալով գնացինք հետ, սենց գնում ենք հետ, բայց Թութուշը մոռացել է, որ կենտրոնում այդ բանն է, պոդիումն է, ու ինքը գնում է, դե ես չեմ հասցնում, ասեմ Թութ հերիքա մի գնա, ուրեմն գնում է, կպնում է այս պոդիումին ու ընկնում է, որ ընկնում է, ոտքերը բարձրանում է, սենց այս փորիկներն է սիրում, սենց կապուտ, ոտքերն ու այդ արծաթագույն կապ չունեցող կոշիկներն է ու ելույթից առաջ այ ոնց որ դու ես Ամերիկա գնացել այդ տենց մտքերով ու ելույթից առաջ իրան ամենաշատ էդ էր անհանգստացնում որ այդ կոշիկները չի սազում բայց հարմար է հետո անընդհատ այդ դրա մասին որ խոսում ենք թութ լավ շատ մի նեղվի Զարան ու Ալան իրանց կոտորում էին որ սիրվեին դու մի հատ ընկա սա Ամերիկայով հայտնի դարձար աշխարհում ամենասիրելի երգը։ Ես շատ եմ սիրում Ռեյ Չարլզի եւ Դիդի Բրիջուոթերի դուետը։ Precious Things, չէ։ Շատ դժվար է որտեղ մի հատ չես կարող անենք, բայց եկեք ասենք այն, որ ես երգում եմ իմ համերգներում Michael Jackson, We Are the World։ Այո։ Սիրելի ֆիլմ։ Однажды в Америке։ Նորմալ է, չէ՞, պատմություններից հետո однажды в Америке։ Բայց հիմա բոմբա ես իմ ֆիլմը ասեմ, Լիոն։ Ժան Ռենոյի։ Շատ ուժեղա։ Շատ։ Ես որ ասել բոմբա ասեմ, Վանյա էր իր ասել։ Չէ, вообще однажды в Америке կիլերի դեշը իսկ բանին կարևոր շատ եմ սիրել։ Բզնունու թեման է, շարունակեցի։ Սիրելի սերիալ։ Ես մի քիչ կդժվարանամ ասել, բայց ես տենց շատ սիրում եմ իստորիչիսկի սերիալներ, վերջերս օրինակ նայում էի բանը Կայսրուհի Իմպերատրիցը։ Դե թող լինի ռուսեն մաժոր։ Հա։ Սիրելի հայ երգիչ։ Երգիչ ինձ համար Արամ Արտիրոսյան։ Ազնավուր։ Իսկ սիրելի հայ երգչուհի։ Հայ երգչուհի իհարկե Շարլին Սաքսյան։ Սոնա Սարգսյանը։ Համեմատաբար։ Դե հա։ Դե հա, երգչուհի, ну мировой это масштабով։ Իսկ լոկալ։ Դե այդ мировой։ Երևի թե Տաթևիկ Հովանեսյանի անունը կնշեմ, որովհետև ինձ համար եղել է ասենց ինչ-որ շատ մի հատ կարևոր ու շատ ասենց լուրջ էտապ ինձ համար, առհասարակ իր արվեստը եւ իր ճանապարհը։ Ձեր առաջին celebrity crush-ը։ Միշտ հասկացել եմ, որ ինքը Եվլենիա է, это Մայքլն է։ Հետ եմ ասում, ես երևի Ջեքսոնն ա եղել։ Վերջինը ինչ եք փնտրել YouTube-ում։ Նա ես վերջինը փնտրել եմ քո վերջին հաղորդումը, հենց այնպես։ Ստենայ, խնդրում եմ, please։
Հենց այնպես, օպրեք։ Հենց այնպես։ Շատ ճիշտ։ Տենում ես Իսկ որ էմոջին եք ամենաշատը օգտագործում։ Ես։ Չէ, բեբե։ Չէ։ Ես Եվ միացեն սրտիկա։ Ես Թիթիզ էմոջի։ Հա։ Դի սերտիկը արանժվի։ Ռեժի։ Չէ, ես սպիտակ։ Ես աղին արանժվին եմ Իսկ ես սպիտակ, ինչ հետաքրքիր է։ Չգիտեմ, խի արանժիվ եմ ես։ Ով է ձեզ համար ամենահումորով հայտնի։ Էրիկա Կարապետյան, ես իրան ասել եմ հենց իրան, որ դու կարայր չերքեիր էլ, այլ լրիվ դառնայ դերասան կոմեդիանի, ոնց որ Միսթր Բեյ, ոնց որ Պիտկին կարճի, ու ինքը մեծ հաջողություն կունենա։ Ես իրան ասել եմ դա։ Շատ լավ դիպուկ հումոր ունի Վարդանը Բադալյան, այն որ կարա սուսմնա, մեկը մի բան ասի։ Նայում ես, հավատդ չի գալիս, որ Վարդանը ասեց այդքան բանը։ Զարա, նրանցից միայն մեկի հետ կարող ես մեկնել ճանապարհորդության։ Ում կընտրես։ Արսեն Գրիգորյան, թե Լիանա։ Արսեն Գրիգորյան։ Արսեն Գրիգորյան, թե Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ, թե Անդրե։ Անդրե։ Անդրե, թե Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան։ Սաֆարյան, թե Պեպելյան։ Սաֆարյան։ Սաֆարյան, թե Ալա Լևոնյան։ Պրովոկացիա։ Սաֆարյան, թե Ալա։ Երկուս հետ չեմ կարա գնամ։ Չէ, դե Լավ էլ մի։ Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան։ Ո՞ր հետաքրքիր է։ Արսեն Սաֆարյան, թե Ավետ Բարսեղյան։ Լավ ման է դե։ Որը խաղացրել են այս խաղերը։ Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան, թե Վարդան Բադալյան։ Արսեն Սաֆարյան։ Եվ վերջին հարցը, Արսեն Սաֆարյան, թե Էրիկ Կարապետյան։ Էրիկ Կարապետյան, լավ։ Էրիկ Կարապետյանը հաղթեց եւ Սոնա։ Մենք հիշում ենք Էրիկ Կարապետյանը պատմել է, դու ինչպես էիր հուզվել նրա համերգին։ Լսի, ես որ տեսա Սոնան ոնց մոտեցավ իմ համերգին ծաղիկներով ու ոնց էր արտասվել ու ինչքան հուզվել էր իմ համար, Սոնային։ Սարան չի արտասվել։ Հա, ինձ ըվեն որ ասեմ, Ես դա հիշել։ Հա, բայց խաբեց, ինձ եկավ սենց արեց, գիտես չի, ում հարցին ասել եմ Սոնա, նայում եմ հաղորդումը կեսից պռավ, վсё։ Օֆիրիս նիշասնի, հետո մարդ տենամ ասել եմ, այդ ոնց չէ վերջել։ Միատել ասում է բանը, Զարան չի հուզվել։ Չի հուզվել, Զարան չի հուզվել։ Դե լավ, շատ համով էր։ Շատ լավն է։ Բայց հետո բանը, բայց ինձ գիտես չի ասեց, ինչքան ասին ես միջև վերջ ասել եմ Սոնա։ Սոնա, թե Արմինկա։ Արմինկա։ Էլ ում համերգին նույնքան կհուզվիր, որքան Էրիկի համերգին ես հուզվել։ Արման Հովանեսյան, թե Արամե։ Ոչ նա։ Բապ, որտեղ, այդտեղ հուզվելու բան չկա։ Հա, հաստատ, հուզվել է ինչ նշանակում։ Հուզվել ինչ Переживать կա։ Էդի կակ մինիմում մուրաշկի, չէ։ Չէ։ Լավ, Սարո, Էսի չէ, էլի ուրիշ հարցում։ հարցը փոխում եմ։ Անկապ էր էլի, իսկական։ Ում հետ կհայտնվեիր անմարդաբնակ կղզում։ Էդի Արման Հովանեսյան, թե Արամե։ Այ, շատ լավն է։ Հիմա էսի փոխի նրան, ու ավելի վինի ասել։ Դե Արամեն, որովհետև բոյովա լիքը ուտելու բան կարա ճարի, անխոտա գնա, Հարմար է։ Հա, բա, սոված չես սատքի։ Ոբշե։ Արամե, թե Սարո Թովմասյան։ Չէ, Սարո Թովմասյան։ Սարո, թե Միրան Յումորը Ծառուկյան։ լավն է, Սարոյի, բժից կան ասում։ Սարո Թովմասյան, թե Միրան Ծառուկյան։ Միրան Ծառուկյան։ Միրան Ծառուկյան, թե Անդրե։ Անդրե։ Անդրե, թե Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան, թե Էրիկ Կարապետյան։ Էրիկ։ Էրիկ Կարապետյան, թե Ռազմիկ Ամյան։ Օ, էդի լուրջա։ Ռազմիկ Ամյան։
Եվ վերջին հարցը, Ռազմիկամյան թե Մկո։ Բա, բայց սուտկի բոյի մոմենտը էլի հիշի։ Մկո ու իհարկե Մկո։ Ну говоришь, Ну говори, Մկո։ 10 հարց եք տալու, այո, ոչ պատասխաններ են միայն։ Ու եթե չի գուշակում, պատժվում է։ Երկիչ է։ Իմի մասին պիտի ասես սոն։ Հասկացել եմ։ Այո, Բայց չի։ Տղա է։ ոչ։ Այսօրվա մեր եթերին իր անունը հնչել է։ Աֆիրիստկեն որդուցա։ Ում անունը չի հնչել այսօր։ Սաղի անունները դա։ Այս մարդու անունը հնչել է։ Այո։ Մեր սերնդակիցն է։ Ну, այլ պլյուս-մինուս, հա։ Հա։ Դու իրան սիրում ես։ Դե որ ասեմ ոչ կլի չեմ սիրում, չէ։ Այո, այո։ 5 հարց հնչեց, 5 Այս հարց։ հարց հնչել է արդեն։ Այս դու ես։ Հարցա։ Հա, հարց եմ Դե հարցնում։ հարցա։ Հա, դու հարցը։ Ոչ։ 6, մնաց 4 հարց։ 10 հարցա, հա։ Երկի թատրոնի դերասաններ արտիստներից է եղել։ Ոչ։ Անունը բաղաձայնով է սկսվում։ Այո, այո։ Այո։ Смешной մարդ է, նենց հյումորնոյ տիպ է։ Ոչ։ Նիհարիկ նրբիկ սիրունի կա։ Հարցա։ Այո։ Լավ ես մտածել։ Դա քո վերջին Նիհարիկը հարցն ո՞րն է։ է։ Կոմպանիայով կարող է նիհարիկը 20 կիլոն է։ Իմ նման։ Ասում եմ նիհարիկ սիրունի։ Ոչ։ Չէ, իմ նման չի։ Դե նիհարիկ։ Դե նայ լավ, պարտվել ես արդեն։ Ինչ եք ծիծաղում։ Ասում ես օնայ դեմքը տենայ ջելոյի նկար։ Հազիվ էի պահում ինձի, ոզի էլ մարդ չկտար, մերի ջելոն չպծրեց։ Հիմա ես հարց պիտի տա։ Այո։ Զար, համաշխարհային ճանաչում ունի։ Այս անձնավորությունը Ոչ։ Հայաստանում ճանաչված է։ Այո։ Տղամարդ է, Այո։ երգիչ է։ Ոչ։ Դերասան։ Այո։ Հարց կարամ հա տամ։ Լիք։ Մակոնա։ Այո։ Շնորհակալություն։ Հաստա։ Դե լավ, գոնե մի չենք պատժում քեզ, բայց Ռամաշկին երկի էլի։ Ոնց ինչ պետք է պատժեք։ Խի։ Բայց Չի ջոգե։ Հա, պետք է բայց չի։ պատժում ենք։ Հա, դա ճիշտ է։ Բայց ինչ եք պատժում։ 5 հարցից մի անգամից ասեցի։ Չէ, հարց քեզ եմ պատիժ տալի։ է։ Հա, հա, ճիշտ ես գուշակե, կատակ ենք անում, սոն գուշակել ես պատիժ է կա։ դրա համար հասնում։ Բայց էլի ինչ պատժում եք։ Հա։ Ճիշտը բաժելն է։ Ես մտածել եմ քո պատիժը։ Ինքը ջազ խորմել էր։ Հա, ուզում ես հանի պատիժը, Всё. բայց շատ Реально ասում։ всё. Դա, Դա դե реально։ ուգադա։ Մկոին դրել են ճակատի շողում եք, էսի արդեն ուժեղ է։ Հենց այնպես չէ, էլի որ մկոն այսենց Գլխիդ վերևում է, կլոր։ Իսերում Արիոլը։ Конечно, 2 метра, ничего. Рост, кстати, ամսի 31-ին իր թատրոնի ներկայացումն այո, կհանդիպենք։ հրավիրված են, գնում ենք բոլորով։ Սանգի Սոֆի Դևոյանին, մեր սիրելի, մեր այդ կոկիս մայրի։ Ու օրինակ, ասա շատ երկար տևեց մեր նկարանումները, ուստեղ էլ ագին մարդ տեսա մոտիկից հարազատ, բոլորը սոված են, նորմալ տեղերը փագ են անկապ ասի, գնանք մեր տուն, մաման սեղան գցի, մամա ասում էր, չէ, Չէ։ չես ասում, լավ։ Գնանք Մամջան։ Սոֆին, մամջանը, սեղան գցի, ոչ, без проблем, մամ, արանք կանք։ Ժամը քանից, Ոնց ես դիմում։ Ոնց ես դիմում։ Նայ կախելա։ Չես դիմում։ Ոնց ես դիմում, սես նայմա վրես։ Ո՞նց նայ, արքեզի պատիժ։
Սի պատիժ է, ասում ո՞նց ես դիմում, կախել է իրան նայմա վրա, ես ինչ Ուրեմն Զանգյասի մամա։ Ասենք ո՞նց ես ասում, ո՞վ չես ասելու։ Սոֆի Դեբոյան, մենք աշխատում, թե չես ասելու, ինչ ունա յա ուչստվան։ Դու մի անհանգստացի, ես կմի ձևի կտիմեմ, Ես սպասի։ քո մասին եմ Մտքերս եմ հավաքում, մտքերս եմ հավաքում։ հավաքում, տիկին Դեբոյան կասեմ։ Ոնց ու քախում, ոնց ես դիմում։ Զանգեմ հիմա։ Բայց ոնց ես դիմում, նայ բակացել է։ Նայ բակած կարմրել է, չէ։ Մանեն ելնել խախեց։ Բայց հետա, չէ, հետաքրքիր է իրանց Զանգում եմ։ թեմա։ Բայց այս անհավանական դժվար ուտելիք ասա, էլի խաշլամ։ Նայեք, ես տեսեք ուզում էի։ Կարդասիր ինչ էր գրած։ Ասա Զարջան, Ջոյցով ինչ եք անում։ հեչ նստած եմ, ինչ պիտի անեմ։ Հա։ Այս съёмкեն մի քիչ երկար բան եղավ, ձգվեց, sense нас тут очень куча нового бана собралось. Старых друзей բան, ուզում ենք գանք на ужин։ Կարանք ինչ-որ sense организовать անենք մի հատ ужин։ Ոյ քու, ես էլ լվացվեցի, գիտես, չէ։ Всё։ Քնում եք уже։ Դե կքսվեմ հիմա, հարցը էջ չի, Զարջան, բայց հարիսա ունեմ, Ահա։ սասիսկա ունեմ, Ոյ քու։ ու են հացիկներից կարամ ժարի տանեմ, պատրաստ է արդեն։ Ահա, գնում ենք ժողովուրդ։ Հարիսա ունենք, սասիսկա ունենք, հացիկներ ունենք, ամեն ինչ ունենք։ Օ, գնում եմ։ Okay։ Всё։ Խոսո։ Լավ։ Всё, մենք հեսա կզանգեմ։ Мы вас очень Մի любим։ րոպե, ջոցով մի հատ է։ Мы вас очень любим։ Ովա։ Դու լավ է, Չէ։ ես դու գով եք։ Ես հիմա Հələ մի հատ պահի նորից ձենով հələ մի հատ ասեմ։ ձենով Ես ճանաչի դուքով տեսնում եք։ ես ովա։ Я вас очень люблю։ Որ ընկերուհիներից են։ Լավ, չի լսվում է մոտիկից ասա, մոտիկի- գիտես տենց։ Բարև ձեզ։ Յա, բարև ձեզ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Էդ ով է։ Ով է։ Ես մենակ բանն է սիրում շատ տենց։ Սոնանա, չէ։ Սոնա։ Տեսար։ Սոնա։ Это подсказки наред 10 баллов. Спасибо. Да, Սոնանա։ да. Բայց ասա որ չեմ գալիս, չեմ։ Солнышко, понятно. Любим вас, правда. Լավ, сколько Это вас правда. человек, երեխեք։ Ай, ասում է, չէ։ Ասա, Ասма, չես Ասա, махаться. это шутка, Это шутка была, но я знала, что такой ответ и будет. Очень вас любим, правда. Что значит шутка? А значит, они на ужин не придут, на завтрак завтра утром придут. Չէ, Լազար, դու իմ այն լուրջ բան ասա, ես Нет, это шутка չեն գալիս։ Передача РТС. Ասում են խաշլամա որ լիներ կգայինք, հարիսա որ կա չեն գալիս։ Դե երբ ուզում են թողասեն նախորոք իրանց փախլավա։ Спасибо огромное. Մենք սիրում ենք ձեզ։ Всё. Մեծ սիրով։ Любим, Окей, любим. всё, решено։ Մեծ big love։ Լավ, հիմա չեք գալի։ Չէ, Որտեղ ցույց տանք։ հանգիստ լվացեք, հանգիստ պարկեք, հանգիստ հանգստացեք։ Լավ, Հանգստացեք։ ну я буду ждать, նայեք Всё, խոսքը տվեք։ Ոսկ ենք տալիս, Սոֆիտը մնում է Զարանետի մեսի չֆրստի։ Только, пожалуйста, Сонային ասեք, не откладывайте, да? Спасибо. Окей։ Տեսա, Она тоже меня Այս любит. շաբաթվա մեջ Հասկացա։ արագ անենք։ Ահա, всё, окей։ Давайте։ Կազմակերպված։ Իրոք, ժամը Բրավո։ նկարահանման ժամը ասենք էլի մեզ հետևողներին 11:30 երեկոյան Կիսուր մայրիկդ պատրաստ էր քո ընկերներ, վաու։ Հա։ Պանտամիմա է, այս Բայց տողերն խնդալու, մի այստեղ տողերն էլ ցույց տվեք եւ Իրոք ինչ ա գրած։ միջև մեր հյուրերը ցույց տան ու գուշակեն, մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել, բարի մեկնաբանություններ թողնել, սփորտ անել Սոնային Ջելոյի համերգից հետո։ Գիտես չէ՞ այդ երգը։ Հա։ Հա։ Նայ։ Նայ մեզ։ Հա։ Ինչ անում, մեկնաբանի։ Հակնում։ Ահա։ Հավում է։ Հմ։ Բացվում է հետո։ Փակվում է, բացվում է։ Ահա։
Լավ ցույց տալի։ Նայ։ Հակար։ Բասվար, հետո։ Հետո փակվար ինչ։ Էդի երկի բարը, հա։ Դու քեզնից բացի մարդ չես լսում։ Քո երկերից բացի։ Ինչու։ Ինչու։ Բայց եմ հարցում ինչու։ Ես իմ բաբչը չեմ լսում։ Ես զայնագրում եմ ու վсё չեմ լսում։ Ահա։ Փակի, բացի փակի, Աղջկապես Քայլի։ Չի լսես երկը։ Աղջկապես չգիտեմ։ Ո չգիտեմ, չէ։ Հայկական էստրադայի թուլ է իմ մոտ։ Ահա։ Լավ չի էլի։ Մա։ Բայց նա երկի է երկը։ Հակի, բացի, փակի, աղջկապես քեզ պահի։ Եվրատեսիլի։ Որտե սոնանետի պիտի լսեր։ Եվրատեսիլի երկն է մեր Հայաստանի, Լադանիվայի։ Դե դու показывай, Սոնա, ну показывай։ Ոյտի պիտի մտածեմ ոնց, մի րոպե։ Այսքան բան ինչ է իրան։ Ասենք։ Արի, կանչում ես։ Վազում ես։ Բա ինչ ես անում։ Կանչումը ճիշտ եմ ասում։ Հələ ընկում մի քիչ ես կանգնի։ Կանչում եմ արի։ Արի։ Այլ կերպ։ Եկ։ Եգուր։ Եգուր։ Հա, ճիշտ եմ, եկը չի։ Գալով։ Գալ։ Ինչ։ Գալիս ես։ Հետո գալիս ես դու իմ Ապրես։ Հադե բայդ ես կլուչի մոյը։ Վերջ գուշակեցի քրա։ Անտի ցույց տվեցիր։ Ասենց պանտամի։ Հա, բա ցույց եմ տալի։ Անտի։ Բայց դա գիտի։ Նա վերջին բանը երկի էլի ռամաշկան, դրանով ավարտենք Բայց քո պատիժն է, դու շատ վատ պանտամիմա խաղացիր, շատ վատ պանտամիմա այսօր խաղացիր, քեզ պատիժ։ Կարաս այդ ռամաշկեն երկես առանց խզացնելու ձենը։ Ես այտենց էլ զապիզում եմ երկի։ Հա, դե երկի։ Վատա, այս մատը։ Զապիզում լսել ես խզոց։ Սա դու ուշքի ասես։ Այ մի կյանքդ մի պատմի, երկի։ Խզոց ասի այ մարդ։ Այդ որ երկներ, ես հայկական էստրադայից լավ չեմ հեչ։ Հա։ Хотелось бы так полюбить, усыпать ромашками будни, без всяких сомнений, как быть, без всякой тревоги, что будет, глаза окунуть в глаза, пропасть в их темных глубинах, и никаких нельзя, эй, и никаких нельзя. Ста-ба-па-ба-па-па, ста-ба-па. Հետո այն բան, վարամ, Sta-ba-ba-ba-bi-ba-ru-lai, sta-ba-ba-ba-ru-lai, sta-ba-ba-ra-ba-ba-de-pa-pa-ya, sta-ba-ba-ba-bi-ba-ru-lai, sta-ba-ba-ba-ru-lai, sta-ba-ba-ba-ba-ba, sta-ba-ba-ba-ba-bam, sta-ba-bam, orkestrի Արմենի մակրեսա։ Sta-ba-ba-ba-ba, sta-ba-ba։ Սարուցը, հիմա գալիս է աղջիկը մտում է հյուրանոց, չես փոշման է մի րոպե։ Չէ, գիտես ոնց, տաքացած է այդ վաղ, ոչ թե փոշման, ասում երևի չխայնացած է, իրոք, խիտենց եղավ, բայց հա, պտի մնայ, նապարոտ բանան ենք, իզուր ես հրաժարվեցի, բայց սրանց հետո երևում է, որ ուտելիքի հետ կապ ինքը չի սարկում, իր մաման է սարկում սաղ կյանք, որտև խաշտամեն ամենահեշտ բանն է։ Բայց շատ երկար է տևում, մինոտ Լավ չէ, բայց չկա լավ խնդալու մի հատ է։ Հայ, հավեսի այն։ Երեխեք, գիտեք ինչ է զանգել, ասմա մոռացա ասեմ, քյարաուզով սալատել ունեմ։ Պար եղավ դիմական դեսին, որ խորիկ ասեց, Սոնջան, դե մի կյանունը տուր էլի, ասենք ում, ասեց, Ֆելիքս Խաչատրյան, Սվետովա, Ֆելոն էլի կանգնած, կակու էդի վերսի սաղ տեքսին, սաղ տիկտոքներով էտովա, ու ես հիմա տայքես պտի դզգան սենց եմ անում։ Ասի, անոր տեսակ կեգնոց է Ֆելիքս Խաչատրյանը որն է։ Լեսի մի վարկը, ես երիքի հետ սամալոտով էի թռնում, ու ես դու գնում անմարդաբնական։
Արել է ինքը։ Վայ, Ես չես տխրի, որտե նայեմ Էրիկ։ Լավ, Սոն, դու պիտի բաժազարային իրականում, եթե արդար ենք Բայց խաղում։ այդ շշն բադամսած կտոսնեմ գլխի։ Չէ, լավ է։ Սաղ մուրը հանեմ, Ջեյլոյի մուրը հանեմ։ Ո՞նց պատմությունից հետո Մուրը հանեմ ես Ջեյլոյի բռնեմ ասեմ արիշտ է, հակի է Ջեյլոյին։ Հակի է Ջեյլոյին։ Հակի Ջեյլոյին կամսեցա։ Սարան ինքան մազ ունի, որ պիտրեսեք մեկ այս կա մազ կունենա։ Նայ, դի պրոստը ասի ես Սոնան եմ։ Ասի, Չի կամ խի ասեմ Սոնան եմ, որտեղ չեմ սիրում, որ իմ անունը հոլովում են։ Դիմավորեք Սոնային։ Այմար չէ ասեք դիմավորեք, պաուզա Սոնա։ Սովորացնում եմ։ Իմ անունը պետք չի Սոնային։ Ասա ես Սոնա։ Դուք գիտում եք հենց այնպես շոու։ Ես Սոնա Սարգսյանը